Պարոն Առաքելյան, խնդրեմ նախ մեկնաբանեք Սերժ Սարգսյանի ելույթը, որը նաև հենց Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամների խոսքերով անսպասելի էր, եւ արդեն Գագիկ Ծառուկյանի արձագանքն այդ ելույթին, որտեղ պահանջ եղավ առաջին անգամ նրա կողմից արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման եւ հնարավոր է նաև առաջիկայում հանրահավաքներ, երթեր, բողոքի ցույցեր։ Ձեզ այս գործընթացներում տեսնում եք թե ոչ եւ ինչի կարող են հանգեցնել։ Այդ ելույթից ես մի բան հասկացա, որ բացի իրանցից, որից է մեկ իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու, հետո երկրորդ էլ ուրեմն եթե մարդը թալանում է, վերցնենք սենց, ասենք Գագիկ Ծառուկյանը, ասենք ժամանակ ինչ-որ թալանել է, թե չգիտեմ ինչ է թալանել, բայց չգիտեմ, ասենք, այսինքն եթե Սերժ Սարգսյանը ուրեմն իր թիմով, եթե կանգնում է ինչ-որ թալանչի կողքը, թալանին ինքը տալիս է դաբրո, որ թալանեն, հա, Հիմի նոր ինքը իր այդ կուսակցությունն են ասում, ինչ են ասում, դրա մեջ կանգնում ինքը հայտարարում է, որ ասենք Գագիկ Ծառուկյանին սենց, Գագիկ Ծառուկյանն նենց եւ այլ։ Ինձ չի հետաքրքրում որից է մեկը, այսինքն ինձ հետաքրքրում է, որ լավ, ես երկիրը, ինչա, միապետ է ուզում դառնա ինքը։ Այսինքն բացի իրանից ոչ մեկ պետք չէ Երևան նայում։ Չարաշար ինքը սխալվում է։ Սա Հայաստանն է, սա Հայաստանի երկիրը, ոչ թե ինչ-որ մի հատ իրանց բախչենա, որ իրանց բախչեն ինքը ուզենա, որ դեղ ծառը տնկի կամ որ դեղ ծառը չտնկի։ Օրինակ ասենք, ես որպես քաղաքացի, ես որպես ազատամարտիկ, շատ վրդովված եմ նմանատիպ բաների համար։ Նախ առաջին այդ նույն հանրապետական կուսակցությունը չի հասկանում մի բան, լավ, երկրի վիճակը մեկ։ Այդ ինչ-որ ասվեց Գագիկ Ծառուկյանը ինչ-որ ասեց, այսինքն այդ ասվում է այն, որ մենք ենք ասում։ Այսինքն երկրի գաղթ մթնոլորտը, ասենք ժողովրդի սոցիալական եւ այս ծանր վիճակը, պատերազմի աստված ոչարեսից վերսկսումը, մի խոսքով դուք պատկերացրեք, որ ասենք այսինքն ինչա, մենակ հանրապետական կուսակցությունը պետք է իշխի ամեն ինչը, ուրեմն ես վրդովված եմ եկել այն բանը, որ կային այն, ես իմ չեմ անում, իրանց տունը իրանք գիտեն, որ իրանք տղամարդ ունեն, հա, որ ասենք կանգնում են, ասենք խոսում են մարդկանց անունից, իրանց անունից են խոսում մարդու համար, որը իրանք вообще ընդհանրապես անարժան են։ Այսինքն սենց է դուրս գալի։ Եթե մի տղա այն մարդը, ովքեր իշքան տականգություն կարան անեն, խոսքս հանրապետական կուսակցության մասին է խոսքս։ Այո, կան դե երևի կան նորմալ, երևի մի քանի հոգի, երևի տենց ասեմ, մարդիկ կան, բայց եթե ուրեմն կեղտոտություն, տականգություններ իշքան կարան անեն, ուրեմն իրանք խրախուսվում են իրանց հանրապետական խորհրդի նախագահի կողմից, ուրեմն սա արդեն ամբողջ հայ ազգին ոնց ապտակ էր։ Սա ապտակ էր ամբողջ հայ ազգին։ Այսինքն հովանավորվում է սպանել, այս վերջերս տեսակ ինչ եղավ։ Կատարվա մեր տղաների վրա հարձակումները, գաղտնի մարդկանց գողանալը, ասենք մեր Ռազմիկ Աբարյանի, Մանվելյանի, մեր Սուրեն Սարգսյանը, հետո ասենք Հակից, ասենք Արամ Մանուկյանի վրա, հետո ասենք այս մեր ջահելին, այս որ ինչ անունն է, որ Արտակ Խաչատրյանի, որ հասկանում եք, թուրքը նման բան չի անի, բայց նույնիսկ այդ հրաման տվողները, այսօր որ ամբողջ ազգին են ուզում վախացել լինեն, Դոնեցկը վախացնենք իրանց թվում է, որ իրանք լծակներ ունեն, ինչ-որ ՆՎԴ, ԿԳԲ եւ այլ, ուրեմն այս բան, մեկը լինելու է, պատերազմ է հայտարարել ինքը, դուք այդ ելույթով ինքը պատերազմ հայտարարեց ամբողջ հայ ժողովրդին, դե մենք էլ, ես էլ ժողովրդի մի մասնիկն եմ, ես էլ պատրաստ եմ, ընդունում եմ իրա։ Ինչ քայլեր կարելի է սպասել, հանրահավաքներ, երթեր, ակցիաներ Ծառուկյանի հայտարարության մեջ է այդպես նշվում։ Ես Ծառուկյանի, ասենք, հայտարարությունը կարդացել եմ, ասենք, հեռուստատեսությամբ, ասենք, ինքը կետեր ասում, այսինքն մենք դա շուտվանից գիտեինք, մենք շուտվանից գիտեինք, որ ասենք հետո, բայց չենք իմանում, որ ինչ-որ ինքը Ծառուկյանին ասել արի նախագահ դառի, ես դառնամ ազգային ժողովի նախագահ, ես ինչ դառնամ, չգիտեմ, ով ինչ պետք է դառնա։ Բայց այդտեղ հոտ դառնալով չէ ծամտերը։ Էլ եմ կրկնում, սա տրճոտ դուկյանը չի, ոնց ուզենա, որտեղ ուզենա դառնա։ Վերջապես կա ժողովուրդ։ Դե մենք գիտենք, որ այս հանրապետական կուսակցության ջեբը 500,000
ձայն ունեն իրանք, կեղտոտություններ են արել ամեն անգամ ընտրությունների ժամանակ։ Մենք սա լավ գիտենք, բայց ես չգիտեմ ծրագրերը որն է, մենք հայտարարել ենք դաշինքիով, մենք հայտարարել ենք, որ մենք համաժողովրդական շարժման հետ ենք, ժողովրդի հետ ենք։ Այո, եթե ժողովուրդը ընդդիմվեց, իհարկե մենք կանգնած ենք մեր ժողովրդի կողքին։ Անկախ նրանից թե ինչ կլինի, բայց եթե հանրապետական կուսակցությունը իր այդ ղեկավար հանդերձ, եթե ինքը խելքները չհավաքեցին գլոխը ուզեցան Հայաստանը տանեն ինչ-որ կորսանման, ուրեմն տանեն իրեն որտեղ, չեն ներվելու ոչ մեկ։ Անկախ նրանից թե ինչ զրկանքներ կլինեն, որովհետև Ծառուկյանի օրինակ բիզնեսների մասով Սերժ Սարգսյանն հայտարարում է, որ ստուգումներ են սկսվելու եւ այլն, ակնհայտ է, որ ինչ-որ հետապնդումներ են լինելու եւ նրա եւ գուցե նաեւ կուսակիցների նկատմամբ։ Դուք որ միանում եք այդ շարժմանը, որ վաղ թե ուշ, ասենք, փողոց է դուրս գալու հենց Ծառուկյանի հայտարարության պատրաստ եք այդ ամեն ինչի միջով անցնել։ Դե մի գիտեք ինչ կա, ստուգումներին Էլ եմ կրկնում, եթե ասենք Գուցե նաև ձերբակալություններ լինեն։ Դե գիտեք ինչ կա այս պահերին, էլ եմ կրկնում, եթե իրանք սկսեցին շեղվել իրանց ճանապարհից եւ ամբողջ հայ ազգի հետ ոչ բոլորին ու չեն բռնելու։ Այսքան պետք է բռնեն։ Այսօր ես չգիտեմ Հայաստանում ինչքան ժողովուրդ կա, չգիտեմ ճիշտ ասած, մարդ չի հասկանում, մեկն ասում է 6 միլիոն ենք, մեկ ասում է 18 միլիոն ենք, գլուխ չենք հանում, թե իսկական Հայաստանում ինչքան մարդ կա, ում ամբողջ հայերի ազգին չեն բռնելու։ Դա կբռնեն, ասենք, խոսքի մի թող բռնեն 1000 հոգու, հա։ Բայց ամբողջ ազգը 1000 հոգով չի։ Հա, իսկ ինչ վերաբերվում է, ասենք, ստուգումների հետ կապված, դա իհարկե, այսինքն, այս նոր ինքը իմացա, որ պետք է Գագիկ Ծառուկյանը, ասենք, խոսքի հարկեր չի վճարում։ Այսինքն, ել եմ կրկնում, այսինքն, եթե Գագիկ Ծառուկյանը հարկեր ժամանակին չի վճարել, ինքը խրախուսել է էդի։ Աչքա փակել։ Հա, աչքա փակել, այսինքն խրախուսել է, չէ՞, որ ոչ մեկ հարկ մի վճարեք, դուք հարկ չունեք վճարելու, այն խետ ժողովրդի վզին կդնենք, այս միջիններ, փոքրներ, ես իմ տապորը կառնենք ընկնենք ժողովրդի ջանին, ախպեր դուք հարկ մի վճարեք։ Դե մի, ես չգիտեմ, Գագիկ Ծառուկյանը ստենց է, այնտեղ հարցը մենակ Գագիկ Ծառուկյանը կան, չէ, այնտեղ կան, ասենք, Լևոն Տեր-Պետրոսյան կա, այնտեղ Ռաֆի Հովհաննիսյանը կա, երեքով պետք է իրանք նստեն, ուրեմն ինչ-որ մի հարցի շատ կարճ ժամանակում իրանք պետք է որոշում կայացնեն։ Ժողովուրդը ինչ պետք է անի։ Ձեզ համար օրինակ որ սցենարն ընդունելի դուրս գալ փողոց եւ այլն, այդ դեպքում մտավախություն չկա, որ իշխանությունները բիրտ մեթոդների կդիմեն։ Ուրեմն մեր սցենարը սենց էր, մեր սցենարը ընդհանրապես սենց էր, որ ասենք այս պարոնակ իշխանավորները անցնցում նորմալ հասկանալով, մարդկային լեզվով հասկանալով թողեն հեռանան Հայաստանից։ Այսինքն Հայաստանից հեռանալը ինչ ասել է, իշխանությունից հեռանալ։ Այսինքն այս ինչ քաղցր բան է, իշխանությունը որ կպել են դուրս չեն գալիս այդ աթոռից։ Իսկ ինչ վերաբերվում է ժողովրդի ընդդիմությանը, մենք ել եմ կրկնում, մենք ժողովրդի կողքին ենք, մենք ժողովրդի ընդդիմության համար մենք պատասխանատու ենք։ Եթե իրանք բիրտ ուժեր անկանեն, ասենք, վերաբերվեն ժողովրդի հետ բիրտ ուժեր, բիրտ ձևով, ուրեմն խորտոնակին խորտոնակա լինելու։ Բայց թող իրանք չմոռանան մի բան, իրանք այդ անելով, այդ բիրտ ուժը օգտագործելով, թող չմոռանան, որ ամբողջ Ղարաբաղյան ուրեմն սահման ունենք, մենք Հայաստանում սահմաններ ունենք, ռուս, ասում եմ, այդ թուրքը, եթե իրանք վերաբերվեցին բիրտ ուժով, այո, ուրեմն նրանք թուրք են։ Ինչ է եղել։ Ուրեմն աղբեր ջան, կառավարել եք, կերել եք, թե ինչ եք արել, թե ինչ չեք արել, հասկացանք, վերջացրել եք, գնացեք ձեր երկիրը, ոչ թե երկիրը, մնացեք ձեր երկրում, հանգիստ ապրեք, ոնց մենք ոնց ենք ապրել։ Հələ մի հատ մեր հետ ապրեք, դեսենք, ոնց հայացենք այս վիճակում ապրելը, ժողովրդին այս վիճակին գցելը։ Հələ մի դուք մեկ եք էլի, ասենք ախտագարտեք, գաղթեք, թե արտագաղթեք, չգիտեմ, գնացեք մի, ասենք, այն ժողովուրդը ոնց է, ասենք, եթե մա խոպան աշխատելու։ Դուք էլ գնացեք աշխատեք, տեսնեմ ոնց է ստացվելու ձեր մոտ։ Իսկ այն դեպքում, երբ արդեն լիդերության հարց տրվի, որովհետև երբ փողոց դուրս գան, ամեն դեպքում պետք է ժողովրդին առաջնորդող լինի, ձեզ համար կան ընդունելի մարդիկ, օրինակ Ծառուկյանին որպես լիդեր տեսնում եք այս շարժման մեջ, հաշվի առնելով, որ ինքն էլ խոստովանում է, որպես քաղաքական կերպար չի եղել, քաղաքականություն է մտել փոփոխություններ իրականացնելու համար, հենց հայտարարության մեջ է այդպես նշվում։ Դե լիդերը ասենց ասեմ, լիդերը Երևի հենց հարթակից կհելնի լիդերը կծնվի,
Ես չեմ կարող ասել, թե ասենք, ստե մենակ ասենք Գագիկ Ծառուկյանով չի։ Բնականաբար Գագիկ Ծառուկյանը երբեք քաղաքականությամբ ասենք չի զբաղվել, չի իմանում, որը որից է։ Դա ես չգիտեմ, ինքը պետք է իմանա, էլի, հա։ Դե այնտեղ կան գիգանտներ կան, էլի, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռաֆի Հովհաննիսյան, կան իրանք երեքով ինձ թվում է երևի ամբողջ ազգին կմոբիլիզացնեն։ Բայց եւ Լևոն Տեր-Պետրոսյանն էր հայտարարել, որ տարիքից ելնելով այլևս չի առաջադրվելու, Ռաֆի Հովհաննիսյանն էլ 13 թվականից առաջ ասաց, որ առաջին ու վերջին անգամ է առաջադրվում, մնում է միայն Ծառուկյանը։ Ձեզ համար ինչքան կարա դից ասեք, ես չգիտեմ, սա մի բեռա, որ մարդը ուզում է վերցնի վրան, պետք է ողջունվի, ով ուզում է վերցնի, ազգի ցավը վերցնի իր վրան, ով ուզում է լինի, պետք է ողջունենք, հա, որովհետև այսօր երեմ կրկնում ազգային վիճակում է, որ ամեն մի անձնավորություն ով կլինի, որ ժողովրդի ցավը կվերցնի իր վրան, ուրեմն ողջունել է կլինի Գագիկ Ծառուկյան, կլինի Լևոն Տեր-Պետրոսյան, Ռաֆի Հովհաննիսյան։ Իսկ ձեր տպավորմամբ վերլուծությամբ գուցե Գագիկ Ծառուկյանը միջև վերջ գնալու ցանկություն կունենա, ակնհայտ է, որ շատ բան է կորցնելու, եթե կատարի այդ քայլերը։ Դե մի գիտեք ինչ կա, Գագիկ Ծառուկյանը ինքը հասկանալով, ինձ թվում է, հա, հասկանալով ինքը ուզում է ազգի համար ինչ-որ լավ բան անի, ես չգիտեմ, երևի դա իր բանը, բայց այս վերջի այս սենց արդեն էլ ինչ մխտար խոսակցություններ եղավ այդ իրանց հանրապետական կուսակցության հետ խորհուրդ են ասում, ես ինչ խորհուրդ են ասում, հա, խորհրդինիստ են ասում, ինչ են ասում, դա արդեն բացարձակ ափերից հանեց բոլորին, այսինքն չգիտեմ Գագիկ Ծառուկյանը ինքը պետք է ասենք, ինքը պետք է հասկանա ինչ է անում, եւ ինքը հասկացել է, որ ինքը այսօր այո, ողջունել է բոլոր տեսակի կլինի Գագիկ Ծառուկյան, թե դե հայ նորմալ մտածող մարդ կլինի, ես ողջունում եմ։ Ողջունում ենք մենք եւ ես եւ իմ ընկերներ Ազատամարտիկի դաշինքը ողջունում ենք, որ ազգը վերջապես պետք է գա ինչ-որ փրկության, որից մի գետի հասնի, վերջապես sense չի լինի։ Բայց ձեզ համար ցանկացած մարդ, ով նախկինում ինչ-ինչ բաներում մեղադրվել, օրինակ Ծառուկյանը կուսակցությունը մարտի 1-ի այդ փաստավակ խմբի զեկույցում կա, որ թիկնապահները Ծառուկյանի զենք եւ զինամթերք են բաժանել ժողովրդին, այսինքն մարդ, ով ոչ մաքուր անցյալ ունի եւ քաղաքական առումով եւ բիզնես, ինչ որ մի պահի գալի միանում է եւ իշխանապողության պահանջ է դնում, ձեզ համար ընդունելի է միանում եք այդ մարդուն։ Ես հանդիպել եմ, ասենք, Գագիկ Ծառուկյանին։ Իհարկե ես ուզեցել եմ իմանալ այդ մարդու իրական ով լինելը, իրականում ինքը ժողովրդի կողքին կանգնելն է, եւ այլ եւ իմ առաջի հարցը եղել է մարտի 1-ի հետ կապված իր մասնակցությունը, որքանով ինչքան որ կա։ Իհարկե չեմ ուզում եթերով ասեմ, կգա ժամանակը, եթե պետք է Գագիկ Ծառուկյանը թողինք ասի, դա ես իր Բերյանի բառերը չեմ կարող ասել։ Ես ուղղակի իրականում ասում ինքը եւ մարտի 1-ի հետ կապված, ուրեմն բացահայտման կողմնակից է եւ հոկտեմբերի 27-ի, ասենք, կապված բացահայտման ինքը կողմնակից է։ Այսինքն եղավ այն խոսակցությունը, չէ՞ որ ես էլ եմ դժվար մարտի 1-ին, ինքս անձամբ ինքս էլ եմ դժվար մարտի 1-ին, ես խոսքով ինձ բավարարեց իր այդ կապված մարտի 1-ի հարցը։ Մնացածը կգա ժամանակը կտեսնենք ով է։ Բայց անմիջապես հետո նույնիսկ եթե ինչ-որ կերպ հերքվի, ասենք փաստահավաք խմբի զեկույցում գտած տվյալները, այդ կուսակցությունը դաշնակցության հետ միասին կոալիցիա կազմեց, բայց ի տարբերություն դաշնակցության բավականին երկար մնաց կոալիցիայում, հենց մարտի 1-ի այդ ոճրագործությունից հետո անմիջապես։ Շատ կարճ ասեմ, ու ես չեմ ուզում ինչ-որ այլեմ կրկնեմ, թող այդ հարցը պատասխանի Գագիկ Ծառուկյանը մարտի 1-ի հետ կապված։ Ինձ բավարարել է, որ իր մասնակցությունը եղել է այնքանով, որքանով որ եղել է։ Այսինքն մասնակցությունը սենց է ինքը, ասում է, որ ասենք ոսկի ինքը եղել է միտեղ, ինքը դեմ է եղել, միարեք, ինքը քանի որ եղել է ազգային հանրության խորհրդի անդամ է եղել, հա։ Վերջը դե մի այն վաղվա Գագիկ Ծառուկյանը եւ հիմիկվա Գագիկ Ծառուկյանը ուսուցում ես տարբերություն կա։
Այսինքն փոփոխություն ա եղել։ Փոփոխություն եղել է, ես տեսնում եմ եւ առաջվա եւ եկվա այդ նույն մարդու մեջ, ես տեսնում եմ շատ մեծ գիտեք ինչ կա, եթե մարդը քաղաքականապես ինքը պատրաստ չի, հետո ժամանակ առ ժամանակ ինքը քաղաքականապես պատրաստվում է, դա ուրիշ է։ Ուրիշ է, որ ինքը вообще չի ուզում քաղաքականության մեջ պատրաստվի։ Ամենից մարդը քաղաքականությունը տեսել է իրականում ինչա կատարում, ճիշտ է, ինքը անում է, ինքը ունի, ասենք, բաներ, ես չգիտեմ, բայց ասենք իր աշխատող ժողովուրդը միշտ գոհ է, այսինքն երևի տեսնում է, որ իշքան իրականում վիճակը Հայաստանի շատ վատ է, էլի։ Ես ինձ տազա եզանիվ չեմ հնարելու, հնա, դուք ինքներդ տեսնում եք Հայաստանի վիճակը ինչ վիճակ է, օրեկան քանի ավտոբուսներ Հայաստանը լքում է։ Վերջապես մենք ինչ, այսինքն մենք դեմի սենց ասեմ, մենք էլ լսել ենք, որ բարօրինակ իշխանավորները ասում են ավելավա լինի քիչ ժողովուրդ, ասենք կառավարելի ժողովուրդ, որ իրանք ասենք յադեք ես կոմացեք, յադեք են կոմացեք, որ իրանք ուզենան անեն, Հայաստանը ուտեն, պրծանեն, բայց վերջապես լավ գալիս է մի պահ, այն բգլիկ ձգնիկի պատմությունը բդինի, կարդը մնում են կոկորտներին, դա մի տոշտի սրանցն է։ Մենք ինչ-որ ժամկետների մասին կարող ենք խոսել, առջևում ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ են, եւ օրինակ նախախորհրդանին դատապետում էին, որ հենց այդ դրանից առաջ եւ այդ օր ինչ-որ միջոցառումներ են նախատեսում իրականացնել։ Օրինակ երեք եթե հանրահավաքների շարժ սկսվի, ինչ գործողությունների կգնա եւ կարող ենք ասել, որ մինչեւ ապրիլի 24 արդեն իշխանափոխության հարցը օրինակ լուծված կլինի։ Ուրեմն սա կարճ պետք է տևի, ընդհանրապես կարճ պետք է տևի սա, ոչ թե ինչ-որ ամիսներով, հետո ապրիլի 24, հետո մայիսի 1, հետո սեպտեմբերի 21 եւ այլ եւ այլ։ Ոչ, սա կարճ պետք է տևի, որովհետեւ վերջապես էլ եմ կրկնում, մինչեւ ապրիլի 24-ը այս տական քթուրքը, ուրեմն ինքը ոտնձգությունը լիքը անելու է։ Այսինքն այստեղ բոլորը շահկապված է իրար հետ։ Բոլորը շահկապված է։ Այս դիվերսիաները, թե Պողոսները, թե Պետրոսները, մի խոսքով սենց էլի ասենք ոսկի ինչ է եղել։ Այսինքն հույրերը գալիս են անձամբ ինչ-որ մեկի անունի վրա, թե գալիս են ամբողջ Հայաստան աշխարհի համար։ Գալիս են Հայաստանի համար, ճիշտ է։ Հայ ժողովրդի համար են գալիս, չէ՞։ Ինչ-որ ոչ թե ասենք չեն ասում գալիս են Վովայի մոտ, այլ գալիս են խոսքի ազգի մոտ։ Ինչ կապ ունի, այսօր ոման չի իշխանության կլինի Պողոսը, Պողոսից կլինի Պետրոսը, ինչ տարբերություն ինքը կդիմավորի հյուրերին նորմալ, իսկ ինչ վերաբերում սա կարճ պետք է տևի, որովհետև ռեսուրսը կա ամեն դեպքում, կուսակցությունը ունի այդ ռեսուրսը։ Դե գիտեք ինչ կա, այսօր ամբողջ, այ օրինակ ասենք դու եթե փողոցներում դուք ժողովրդի սովորական մահկան ժողովրդին խոսանեք, ինքը կտեսնեք որ ինքը պատրաստ, մի դուք տեսեք ինչ է կատարվում։ Այսօր հասել ենք մի կետի, որ ծնողը երեխային բենզինարություն վերան վառում է։ Հասկանում ես, սա ախր այս մեր ազգը չի թարավ, չեմ հասկանում էլի։ Ախր մենք հույս ազգի համար մենք չգնացենք կրմանք այդ թալանչիների կամ այս բենզին լցող մարդկանց վրան վառողների եւ այլ մարդուն անպաշտպանության մթնոլորտ են ստեղծել մարդը չի բանալում արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում ինչ որ տեխնացու կոնկրետ կա որ օրինակ այս պահի դրությամբ տեսնում եք որ պաշտպանակ ոչ չկա որովհետեւ ես կողմնակից եմ որ լինի ժամանակավոր կառավարություն ժողովրդի կողմից ընտրված չէ որ ժողովուրդը լինելու է փողոցում, ասենք օպերայում sense ասենք արտակ բանը։ Թող ժողովուրդը ախպեր դաբեր է անում ինչ-որ մեկին, տեսնում է որ ինքը կարող է ժամանակավոր այս մի հատ գաղշ մտնոլորտը մեր մեջից բոլորիս մեջ մաքրեն։ Բոլորս մեկին հարգենք, սիրենք իրար, հա։ Վերջապես մենք մի բանի մեջ ենք կանգնած, որ ասենք ոսկի չի բացրող, որ վաղը պատերազմ լինի։ Լավ, ես վիճակով գնանք պատերազմը տանուր տանք ամբողջ Հայաստանը տանուր տանք։ Անպար գոգոր պարեր են խոսում, մտնենք Բաքու, մտնենք եսին որտեղ, չեմ հասկանում, այս ձևով ինչ պետք է մտնես Բաքու, այ ինգեր ջան։ Որ դու Բաքու մտնելով ոչի։ Մի հատ էլ քու մեջդ մի հատ բեր իմի ժողովրդին գնա հարգի սիրի, չէ՞ որ դու ժողովրդը պետք է գնաս Բաքու գրավես, ահա ժողովուրդը մենակ մտիկ դին գնա Բաքու մտի ու ուզում ես լերը։ Սա է իսկ ես կոմունիկացիա եմ կրկնում ժամանակավոր կառավարությանը, հետո այդ ընտրությունները մեր այս ազգի տիրոջերը միշտ անեցել այս ընտրություն կոչեցյանները։ Տեսեք, մի քանի անգամ մենք ընտրություններ ենք արել, հաղթել են մարդիկ, բայց չեն ընտրվել։ Հա։ Ես ասեմ, 98 թվականին են հաղթել,
2003 թվականին էլ հաղթահաց, 2008-ին էլ հաղթահաց, 2013-ին էլ հաղթահաց, բայց որից է պատկերացեք 4 անգամ ընտրություն է եղել հաղթած մարդը, երբեք չի նստել իր պոստին։ Այսինքն ընտրությունների ժամանակ սենց է, որ պետք է ուրեմն նախարարինը մտնորդը այս մաքրվի, այս թաղային վրոդի հեղինակությունները, սրանք ամեն մեկի համար զորք ունի, ես իմ ինչ ունի չհասկացանք, ինչ զորքի մասին է խոսքը։ Մենք մեզի թույլ չենք տվել, որ պատժենք, եթե մենք հանգած սկսենք պատժիչ գործողություններ, թող իրանք մտածեն։ Մենք դա չենք ուզում, հասկանալով մենք դա չենք ուզում, ու չենք էլ ուզենա հասնենք դրան, բայց եթե իրանք ստիպեն, խնդիր չկա։ Մենք պատրաստ ենք։